Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, Հայացք Սյունիքից հաղորդաշարի հերթական թողարկումն է, մեր հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, ողջունում ենք ձեզ այցը Սյունիք եւ Սյունյաց երկիր թերթի տաղավար, վերջին ամիսներին հանրապետությունում տեղի ունեցող հասարակական քաղաքական զարգացումների արդյունքում առանց չափազանցության ձեզ ճանաչում են գրեթե բոլորը։ Եվ օգտվելով առիթից, որ գտնվում եք Սյունիքում, մենք կցանկանայինք մի քանի հարցի վերաբերյալ եւ Ուժեղ Հայաստան կուսակցության եւ ձեր անձնական դիրքորոշումը ճշտել։ Մի խոսքով բարով եք եկել Սյունիք, ակնկալում ենք հետաքրքիր զրույց։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանդրյան, միշտ ինձ համար մեծ հաճույք է եղել այցելել ու ասեմ ավելին, կարծես թե ես հանգստանում եմ այստեղ։ Ես ինձ զգում եմ որպես մեր հայրենիքի ամենագեղեցիկ անկյունում ու հանգստանում եմ ինձ համար ոնց որ հանգստի մի մաստինի Սյունիքի բոլոր քաղաքները այցելելը։ Շնորհակալություն, հաճելի է լսել ձեր այդ խոսքերը մեր երկրամասի մասին։ Պարոն Կարապետյան, նախընտրական պաշտոնական քարոզի առաջին օրերը կարծեք հաստատեցին քաղաքագետներից, փորձագետներից շատերի տեսակետը այն մասին, որ առաջիկա ընտրությունները բախտորոշ նշանակություն են ունենալու մեր հանրապետության համար, մեր երկրի համար։ Ոմանք հունիսի 7-ի ընտրությունների կարևորությունը նույնիսկ հայեմատում են Սարդարաբադի հետ, երբ վճռվում էր Արևելյան Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Կուզենայինք ձեր կուսակցության անձամբ ձեր կարծիքն իմանալ։ Իսկապես այդքան բախտորոշ է առաջիկա ընտրությունների նշանակությունը։ Խնդրեմ։ Տեսեք, պատմական հայտարարություն է կատարել Հայաստանի Հանրապետության նախագահ Վագն Խաչատրյանը, որը ներկայացնում է ընդհանուր երկրում տեղի ունեցող վիճակը։ Նա հայտարարել է ժամանակին, որ երբ մենք բացենք Սյունիքի դարպասները, ամեն ինչ լավ կլինի եւ այլն եւ այլն, բայց ամենակարևոր արտահայտությունը երբ մենք իրենք, այսինքն, բացեն Սյունիքի դարպասները։ Ինչ է սա նշանակում։ Ձեր ասած բախտորոշիչ պահի կարևորությունը նրանում է, որ մենք այն դարպասները, որ մեր նախնիները դժվար աշխատանքի արդյունքում փակել են, դուք հասկանում եք ինչի մասին են, այսօր փորձում են բացել եւ խնդիրը տեղափոխել սահմանային խնդրից ներհայաստանյան։ Մենք վտանգ ենք տեսնում, որ հարևան երկիրը ունի նկրտումներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց ոչ թե ուղիղ, այլ իր ազգին Հայաստան տեղափոխելով, ադրբեջանցիներին Հայաստան ինչ-որ մաս տեղափոխելով, օրինակ, Մեղրիի շրջանի Նռնաձոր գյուղ, որը իրենք Նյովադի են կոչում։ Այո։ Օրինակ, Սիսիանի գյուղերը փորձեն ինչ-որ ձև ներազդեն Հայաստանի ներքին կյանքի վրա, սկսեն Հայաստանում արդեն դառնալ որոշիչ Հայաստանի քաղաքացու եւ հայի հետ զուգահեռ։ Իսկ մենք գիտենք, որ պատմության մեջ մեր բոլոր տեսած այս արհավիրքներից հետո ամեն դեպքում մենք կարողացել ենք Արևելյան Հայաստանը ունենալ միատար հայկական հանրապետություն, որը մեծ հնարավորություններ ունի զարգանալու։ Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը։ Սամվել Կարապետյանը մի քանի անգամ դա ասել է։ Երբ դու չես բացում դարպասը, հետո չես առերեսվում ավելի մեծ խնդիրներին 20-30 տարի հետո։ Այսօր ես հանրահավաքի ժամանակ հիշեցի Մելիք Շահնազարին, ով որ Շուշիում ուղակի փանախ իմ հիշելով խանին հող տալով բերեց նրան, որ թուրքական տարը սկսեց ներազդել ներարցախյան գործերին։ Նույնն էլ այստեղ ունեն իրենք նկրտում։ Երրորդ սերունդը Ալիևների ունենալու է նկրտում մեր հայրենիքի մասերի հանդեպ, եթե մենք բացենք այդ դարպասը։ Մեր ասած ինչ է, իհարկե Հայաստանը պատրաստ է առևտուր անել, Հայաստանը պատրաստ է տնտեսություն զարգացնել, բայց Հայաստանը պատրաստ չէ միակողմանի բոլոր խնդիրները, բոլոր պահանջները, ինչ մեր առջև դրվում են, ընդունել, քանի որ ինչքան մենք ընդունեցինք միակողմանի պահանջները, այդքան պահանջները ավելի շատանալու են։ Մենք պետք է սահմանափակվենք այսօր տեղի ունեցած իրավիճակով, ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ունենանք խաղաղություն, որը կերաշխավորի տարածաշրջանային երկրների կողմից կերաշխավորվի
Այսինքն, թեկուզ Պարսկաստանի այդ թրիփի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ես թրիփի հետ կապված հարցում այո, ուզում եմ ասեմ, ինչպես դուք ասեցիք, պատմական պահ այստեղ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ուժեղանա եւ պետք է ունենա երաշխավոր, մեկից ավել երաշխավոր, քանի որ մեկ երաշխավորը խնդիր է։ Իրենք տեսնում են, որ Հայաստանը պետք է զիջի, ենթարկվի ու դրանով կբերեն իրենք խաղաղություն, բայց զիջելով, ենթարկվելով այդ ազգի հետ դեռ ոչ մեկ խաղաղություն չի ստացել։ Այսինքն դուք եւս մեկ անգամ հաստատում եք շրջանառվող այն տեսակետը, որ իսկապես բախտորոշ նշանակություն ունի մեր երկրի համար։ Սա զարգացման, մեր երկրի զարգացման ապագա 30-40 տարվա ամենակարևոր նշանակություն ունի։ Կարող է 5 տարի հետո, 10 տարի հետո ուրիշ ղեկավարներ լինեն երկրում, բայց այս պահը որոշիչ է զարգացման համար մեր երկրի եւ նաեւ այն մարտահրավերների, որ վաղն ենք տեսնել։ Շնորհակալ եմ։ Անդրադառնանք հանրապետությունում ստեղծված նախընտրական մթնոլորտին, որը կարծեք վաղուց դուրս է եկել բնականon հունից։ Տեսեք, նախ Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ադրբեջանի, եվրոպական որոշ երկրների ղեկավարների ակնհայտ անթակույց աջակցությունը իշխանական տեխնացուին։ Մյուս կողմից ձերբակալություններ ենթադրյալ կաշառքի պատրվակով ձեր քաղաքական թիմից, այնուհետև հայ հոյախոսությունը, որը ցավոք սրտի արդեն սովորական է դարձել։ Այ ստեղծված իրավիճակը գնահատականը կուզենայինք նաև ձեզանից լսել։ Երկրում տիրող իրավիճակի մեջ ձեր ասած հայ հոյախոսության, ձեր ասած Թուրքիայի ուղիղ միջնորդության Հայաստանի ներքին գործերին միջամտության, ինչպես մենք տեսանք արտգործնախարար Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ հայտարարել էր, որ իրենք ուրախ կլինեն, եթե Փաշինյանը լինի։ Ադրբեջանի նախագահի ուղիղ կամ ոչ ուղղակի աջակցությամբ մենք տեսնում ենք, որ այս երկրները միջամտում են մեր երկրի ներքին գործերին։ Թուրքիայի կենտրոնական շտաբը միջամտել է մի անգամ մեր երկրի ներքին գործերին եւ հիմա է շարունակում է։ Սա ինքնիշխանության չէ։ Հետաքրքիր է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբ խոսում է ինքնիշխանությունից, նույն պահին մեր երկրի մոտապես 1 տասնյակից ավել երկիր Եվրոպայում, որոնք մեր գործընկերներն են, Հայաստան լինելու ժամանակ լսում են, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարը ամենաանհարգալից ձևով շփվում նրանց հետ, նաև Հայաստանի տարբեր գործիչներին անվանում ռազմական հանցագործներ, հայ ժողովրդին անվանում, հայ ժողովրդի մի մասին անվանում սեպարատիստներ։ Նաև մյուս բանը մենք պետք է հաշվի առնենք։ Ադրբեջանի, Թուրքիայի եւ այլ երկրների պահանջները մեր սահմանադրություն փոխելու, մեր երկրի ներքին կյանքը։ Մենք ունենք մի երկիր, մի հանրապետություն։ Ինքնիշխանությունը այն չէ, որ բոլորը կարողանան մեր վրա ներազդեն, բոլորը ինչ որ հանրաքվեներ պահանջեն։ Ինքնիշխանությունը հենց մեր երկրի ներքին գործերի մենք կարողանանք մեր առաջնահերթությունը հասկանանք։ Իհարկե մենք պարզ հասկանում ենք, որ Ադրբեջանը երբ ասում է, որ փոխեք սահմանադրությունը, նոր գնանք երկարաժամկետ խաղաղության, նա հասկանում է, որ սահմանադրություն փոխելը դժվար եւ գրեթե անհնար է լինելու Փաշինյանի համար։ Նա ուզում է դա պահի որպես գործիք Հայաստանի հետ խաղաղության պայմանավորվածությունը երկարաձգելու համար։ Սա պետք է մեր հայրենակիցները իմանան։ Սահմանադրության փոխելու պատրվակը Ադրբեջանը պահում է, որպեսզի խաղաղության գործընթացը երբ ցանկանա, կարողանա կանգնացնել։ Այդ երկրին աշխարհի ամենամեծ երկիրը չի։ Դա ներողություն մեր նախընտրական մթնոլորտի վրա կարծեք թե անդրադարձ է ունենում։ Տեսեք ինչ անդրադարձ է ունենում։ Մենք որպես ընդդիմության հիմնական ուժ պայքարում ենք մեր տեսնելով հայրենիքին վտանգ։ Դա բերում է էմոցիաներ մեր մոտ։ Իրենք պայքարում են, որպեսզի պահեն իրենց պաշտոնը, քանի որ մինչև այս պաշտոնը իրենք չեն ունեցել որևէ աշխատանք, որը կարող էր իրենց այսպիսի ֆինանսական հաջողություններ բերել։ Ես այլ բան չեմ ուզում ասեմ, դուք գիտեք լավ։ Նրանք ձեռք են բերել ֆինանսական հնարավորություններ, նրանք ձեռք են բերել մեծ արդեն իրենք գնում են իրենց համար մեծ կարողություններ, մեծ անշարժ գույքեր եւ ուզում են ուղղակի մնան պաշտոնի, ինչպես բոլոր իշխանությունների ժամանակի ընթացքում իրենք զգացին իշխանության համը եւ սկսեցին հարմարվել իշխանական գործիքակազմին, սկսեցին ճնշել մարդկանց, սկսեցին օգտվել։
Հեղափոխության ժամանակ, գիտեք, ես կարծում եմ, որ մարդիկ ճիշտ երազանքներ ունեին եւ ինչու փոփոխություն են ուզում մարդիկ, բայց կատարողը սխալ ընտրեցին, ոչ թե երազանքներն էին սխալ, այլ կատարողն էր սխալ։ Այս մարդը չկարողացավ ապահովել այն թիմայնությունը, որովհետեւ նա թիմային գործիչ չէ։ Նա միանձնյա որոշում կայացնող է, ով ուզուրպացնում է ամբողջ իշխանությունը, թույլ չտալով ակտիվ գործիչներին Հայաստանում տեղ ունենալ։ Պարոն Կարապետյան, ներողություն, իսկ այդ ձեռբակալությունները ենթադրյալ կաշառքի հիման վրա դրանք անդրադառնում են ձեր քաղաքական թիմի գործունեությանը, նախընտրական գործունեությանը։ Շնորհակալ եմ այդ հարցի համար, պարոն Ալեքսանյան։ Բոլոր ձայնագրությունների գծով կան փաստաբաններ, որոնք տանում են process-ները եւ շատ ձայնագրությունների գրեթե մեծ մասը չի վերաբերվում մեր մոտ գրանցված աշխատակիցներին, բայց հիմնական մասը, եթե դուք ուշադիր լինեք, խոսակցության մեջ մարդիկ ասում են գրանցվել։ Օրենքով թույլ է տրվում գրանցված աշխատակից ունենալ, թե ինչ խոսույթ ունեն մարդիկ, դա ուրիշ բան է, բայց խոսքը գնում է գրանցված հարկերը վճարվող աշխատանքի մասին, ոչ թե կաշառքի մասին։ Խնդրում եմ մի քանի անգամ նայեք, ինչպես նաև Ավանեսյանի դեպքը, Ղումաշյանի դեպքը, կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ, բայց եկեք հերթով նայենք Ղումաշյանի դեպքը, երբ նա 104 տարեկան շարժվել չկարողացող կնոջ համար նվեր էր ուզեցել, գնի այն կնոջ համար, ում ծնունդը 4 տարի շարունակ արել է, մինչև ընտրությունները, Ղումաշյան Գոհարին ցանկանում էին կալանավորել։ Ավանեսյանը Արցախցի իր հայրենակցի հետ խոսելուց ասել էր հողինյան, հող կլինի, տուն կլինի, գործ կլինի։ Դա մեր ծրագիրն է։ Իհարկե բոլորս դրա համար ենք պայքարում, որ հող ունենանք։ Երբ այս հող ունենալը դարձել կաշառք։ Հայրենիքի մասին է խոսքը։ Եվ նրանք կալանավորել են։ Այս բոլորը նրանք անում են, որպեսզի զսպեն հասարակության ալիքը, որպեսզի մարդիկ տեսնեն, ասեն, լավ գործ չունեմ, բան, բայց ժողովուրդ ջան, մենք այս process-ի մեջ մտել ենք, որովհետև վտանգ ենք տեսել մեր հայրենիքում, վտանգ ենք տեսել օտար տարի հայտնվելու եւ մեծ խնդիրների։ Ոչ մեկ process-ի մեջ եղածներից չի շահում այսօր, բայց բոլորը հասկանում են, որ եթե մեր մոտ ստացվեց կառուցել նորմալ երկիր, մենք երկարաժամկետ բոլոր գծերով շահելու ենք։ Մարդիկ կալանավորվում են, ընդդիմություն լինելը հեշտ չի։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ, կալանավորվում ես, ենթարկվում ես, քեզ անվանարկում են, ինչ-որ ֆեյքերով վիրավորում են։ Շատ մարդիկ պատրաստ չեն վիրավորվելու, որովհետև իրենք այնպես չեն ապրում, որ վիրավորվեն, որ իրենց վիրավորեն։ Բայց այդ process-ի մեջ մարդիկ անցնում են այդ process-ով, որպեսզի հասնեն իրենց նպատակին, հիշելով այն աստղը, իսկ վերջնակետը մեր վերջին կետը դա նորմալ ուժեղ երկիր ունենալն է, ուժեղ երկիր, որը կարող է այս մարտահրավերներին դիմակայել։ Հիմնական մարտահրավերները ամեն 5-րդը աղքատ է երկրում, ամեն 3-րդը շորը եթե պատրվի, շոր չի կարող գնել։ Ով մեր երկիրը, ով գալիս է կարողանում է քամի անել մեր։ Շատ լավ, պարոն Կարապետյան, հիմա տեսեք, մեր լսարանը շատ թե քիչ ծանոթ է ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական բաղադրիչին, հայտնի 5 քայլին։ Այդ քայլերից յուրաքանչյուրի հնարավոր առնչությունը Սյունիքի մարզին։ Բայց վերջերս ձեր քաղաքական թիմը ներկայացրեց չափազանց ուշագրավ մի մտադրություն եւս ստեղծել հիմնադրամ աղքատության հաղթահարման նպատակով։ Կարծեք թե մեծ արձագանք է գտել ձեր այս նախաձեռնությունը եւ կուզենայինք շատ թե քիչ համառոտ պատկերացում կազմել այդ նախաձեռնության բովանդակության մասին եւ դրա հնարավոր շահառուների մասին։ Պարոն Ալեքսանյան, ճիշտ շատ լավ հարց էր։ Ծայրահեղ աղքատության մասին է խոսքը։ Կա աղքատության երկու ցուցիչ։ Ծայրահեղ աղքատությունը դա այն մարդիկ են, ովքեր հացի խնդիր անգամ ունեն։ Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ հացի խնդիր ունեն, եւ մենք հաշվեցինք, եւ Կարապետյանը հանձնարարեց հաշվել, տեսնել ինչքան է այս մարդկանց հացի խնդրից հանելու գինը։ Երբ մենք ներկայացրեցինք ինչքան է,
ասեց մտածենք ծրագիր, որտեղ 70%-ը հայ սփյուռքահայ գործարարները այդ միջոցների, ասեց, որ պատրաստ է ներդրում կանի, 30-ը պետությունը կանի։ Քանի որ թիվը, երբ մենք հաշվեցինք, տեսանք, որ հայկական գործարար աշխարհի եւ սփյուռքի համար իրական սփյուռքի գործարար աշխարհի մեր գործընկերների համար աշխատող եւ իրապես տանելի թիվ է եւ նա հանձնարարեց, որ ծրագիրը մշակենք 150,000 դրամ 5 հոգանոց ընտանիքին, 180,000 դրամ 6 հոգանոց ընտանիքին, ամսական վճար, որպեսզի արագ հաղթահարեն ծայրեղ աղքատությունը, կարողանան երեխաներին տալ կրթության։ Կա հայտնի տերմին, եթե ժամանակ ունեք ներկայացնել, աղքատության թակարդ է կոչվում։ Երբ մարդը աղքատ է լինում, հնարավորություն չի ստանում իր երեխային տալ լավ կրթություն։ Երեխան ունենալով լավ բազա, լավ խելացի լինելով, հնարավորություն չի ունենում պարապի, որպեսզի ընդունվի օրինակ համալսարաններ, բարձրագույն կրթություն ստանա։ Եվ նաև տեխնիկումներ ինչ-որ ձև, եւ չստանալով լավ կրթություն, հետո երեխան էլ հնարավորություն չի ունենում ունենալ լավ աշխատանք եւ ընկնում է աղքատության թակարդի մեջ, երկրորդ ծերունդն է աղքատ լինում։ Երբ մենք լուծում ենք ծայրեղ աղքատների համար ամսական 150,000 դրամ 5 հոգանոց ընտանիքին, 180,000 դրամ 6 հոգանոց ընտանիքին վճարելու հարցը, մենք այդ դրանով լուծում ենք այս աղքատության թակարդից մի սերունդին հանում ենք արդեն։ Հնարավորություն են ունենալու ինչ որ առումով կրթության տալ, հնարավորություն են ունենալու երիտասարդների համար ինչ որ առողջապահական։ Դա իսկապես ողջունելի նախաձեռնություն է եւ մենք հաջողություն ենք ցանկանում։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն Կարապետյան, պատերազմի եւ խաղաղության թեման ըստ երևույթին դարձել է ներկա ընտրարշավի ամենաառանցքային հարցերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը։ Քաղաքացիական պայմանագիրը կոչ է անում տեր կանգնեք խաղաղությանը։ Մյուս կողմից հայտարարում է, եթե իրենք չգան իշխանության, ապա պատերազմ կլինի։ Եվ անվանարկում է այն ընդդիմադիր ուժերին, ովքեր խաղաղության հետ կապված այլ տեսլական ունեն, այդ ծրագիր են որդեգրել։ Սյունիքի մարզում առհասարակ սա շատ կարևոր հարց է պատերազմի եւ խաղաղության, որտեղ մենք գտնում ենք գրեթե 2-3 կողմից շփման գծում ենք գտնվում, եւ սա մեզ համար չափազանց կարևոր հարց է։ Շատ կուզենայինք ձեր տեսակետը, ձեր կուսակցության տեսակետը, նախ այդ գնահատականը, որ տրվում է կամ այդ պատկերացումը, որ մեզ մատուցվում է, փորձեք գնահատել դա եւ հետո ձեր կուսակցության դիրքորոշումը պատերազմի եւ խաղաղության հարցի հանդեպ, խնդրեմ։ Կուզեմ ասել, որ այդ օրակարգը իրապես հողի վրա, եթե նայենք քաղաքականապես, արտաքին քաղաքականության ռակուրսով չկա, գիտեք ինչու։ Որովհետեւ Ադրբեջանը արդեն ստացել է այն, ինչ նա չէր կարող երազել։ Իրապես, եթե նայենք, նա ստացել է 5 շրջանը Արցախի շուրջ, նա ստացել է 2 շրջան Լաչին, Քարվաճառ, նա ստացել է Արցախը, նա ստացել է Սյունիքի ճանապարհը։ Ադրբեջանի պետությունը ել ավել գործիքակազմ 21-րդ դարում Հայաստանի վրա պատերազմ սկսելու չունի։ Էլ պահանջ չունի, իր մի պահանջը որպես պետություն արդեն խնդիրը Հայաստան բերելն է, ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Չենք ուզում, որ խաղաղության պայմանագիրը, որը արդեն անխուսափելի է խաղաղությունը, պարոն Ալեքսանյան, խաղաղությունը անխուսափելի է, քանի որ այն ինչ որ պետք էր Ադրբեջանին, այս իշխանությունը ամեն ինչ արդեն տվել է։ Ու չկա բան, որ Ադրբեջանը ցանկանար ու չստանար։ Հիմա նոր առաջացրել են նոր գաղափար իրենք։ 300,000 ադրբեջանցիների իրենք հաշվել են, որ Հայաստանում այդքան ադրբեջանցի ապրել, անուն էլ դրել են 300,000 վերադարձ Հայաստան։ Դա արդեն մյուս վտանգն է, որը Ադրբեջանի պետությունը չի, Ադրբեջանի պետությունը ադրբեջանցիների միջոցով Հայաստանի մեջ է ստեղծելու 10 տարի հետո, 15 տարի հետո Հայաստանի համար։ Ուզում եմ մեր հայրենակիցները իմանան, որ վտանգ խաղաղությանը չկա, խաղաղությունը անխուսափելի է։ Միակ վտանգը, որը ամենամեծ վտանգն է այս process-ի մեջ, որ նրանք կարողանան պայմաններով ավելացնեն ճնշումով, որպեսզի հնարավորություն ունենան նույն Սյունիքի տարածաշրջան բերեն ադրբեջանցիներին, ինչին նրանք ամեն օր աշխատում են։ Իր
բոլոր միջոցառումների ժամանակ տարեկան տասնյակ միջոցառում է անում Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված համայնքը։ Մեծ ֆինանսավորում է ստանում բյուջեին։ Մենք գիտենք, որ իրենք անիմաստ տեղը չէին ծախսես գումարը, հեռար նպատակ ունեն։ Ուղիղ հայտարարում է Ադրբեջանի նախագահ այդ մասին։ Մեր վարչապետը լռում է, մենք ասում ենք դուրս արի, որպես վարչապետ ազգային ժողովում ասա փակված է վերադարձի հարցը։ Նա դուրս է գալիս, ասում է Սյունիքի հարց չկա։ Հայաստանում ոչ մեկ էլ Սյունիքի հարցի մասին երբեք չի խոսացել։ Աշխարհում ոչ մեկ Սյունիքի հարցի մասին չի խոսացել։ Հիմնական խնդիրը խաղաղությունը արդեն անխուսափելի է, բայց խաղաղությունից հետո կարող է ադրբեջանական տար մտնի Հայաստան, որը նրանք հասնում են դրան 300,000 ադրբեջան։ Այո, որ դրանից հետո արդեն խաղաղությունը երկրի ներսի խաղաղությունն է արդեն վտանգի տակ։ Սա է տարբերությունը մեր տեսակետի, նաև մյուս հարցը երաշխավորության առումով։ Մեզ որպես կողմ պետք է Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ նաև երաշխավոր խաղաղությունը կա, բայց նաև մենք գիտենք այդ ազգի առաջնորդներին, այսպես ասեմ։ Գիտենք, որ յուրաքանչյուր ստորագրած թուղթ իր թղթի արժեքն չունի։ Դե նաև պատմությունը ինքն է մեզ քանիցս դա ցույց տվել ապացուցել։ Պարոն Կարապետյան, ես տեղյակ եմ, դուք Սյունիքի հետ առանձնահատուկ կապերով եք կապված, գիտեմ, որ դուք սերում եք Գորիսի տարածաշրջանի տեղ գյուղից մայրական կողմով եւ տարիներ շարունակ դուք առանց այս քաղաքական շարժման էլ դուք հետաքրքրվել եք, ապրել եք Սյունիքի հոգսերով եւ ես պիտի ձեզ մի հարց ուղղեմ, որի մասին հավանաբար դուք գիտեք եւ երևի դա ձեզ մտահոգում է, դա Սյունիքի ժողովրդագրական վիճակն է։ Տեսեք, հիմա վիճակագրական մարմինների միջոցով չկարողացանք ստույգ թվերը վերջնական պարզել, բայց 1-2 տիպ կարող եմ ասել, ասենք, եթե 2012 թվականին օրինակ Սյունիքի մարզում եղել է բնակչությունը 160,000, հիմա որոշ տվյալներով արդեն 110 քանի, լավ, ընդունենք 120,000։ Այսինքն մենք արդեն մոտորապես 30-40,000 բնակիչ են կորցրել։ Դուք պատկերացնում եք ինչ կարող է տեղի ունենալ, եթե մենք ժողովրդագրական հարցում այսպիսի անտարբեր քաղաքականություն վարենք։ Այդ դեպքում թողիզներ են մեր հետևորդները արդեն ժողովրդագրական հարցով ինքնիշխան Սյունիքի հարցերը մեր հարևանները կարող են լուծել։ Այս ժողովրդագրական վիճակի բարելավման տեսակետից Սյունիքի մարզում մասնավորապես դուք ունեք որոշակի պատկերացում եւ ծրագիր։ Եթե ունեք, քայլեր կան։ Եկեք վերցնենք ամենաժողովրդագրական առումով ամենախոցելի տարածաշրջանը Սիսիանի տարածաշրջանը։ Այո։ Մարդիկ գնում են Հայաստանից արտագնա աշխատանքի, որտեղ չկա աշխատանք։ Մեր ծրագրում 300,000 աշխատատեղ 5 տարում, այսինքն տարին 60,000 աշխատատեղ երկրով մեկ, որի նշանակալի մասը ընդհանուր 5 տարում 80-90,000 աշխատատեղ արդյունաբերության մեջ, որպեսզի Սիսիանի բնակիչները մնան տարածաշրջանում։ Մենք ծրագիր ենք մշակել, երկրի ապակու ներմուծումը $70 միլիոն է տարեկան, 55,000 տոննա է, եւ մտածել ենք Պարսկաստանին մոտիկ որպես ռեգիոն Սիսիանի վրա աշխատենք, որպեսզի ապակու արդյունաբերությունը, որը տասնյակ հազարավոր տոննաների պահանջարկ ունի Հայաստանի Հանրապետությունը, այնտեղ զարգացնենք, որպեսզի մարդիկ մնան այնտեղ։ 1. Դա թույլ կտա մարդկանց չլքել հայրենիքը։ Երկրորդ հարցը, որը շատ ավելի կարևոր է, երիտասարդ ընտանիքները խնդիր ունեն։ Մենք գիտենք մեր հայկական ավանդույթով ընտանիքները փոքր տղան մնում է ընտանիքում, մեծ տղան պետք է գնա։ Բայց ընտանիքները չունենալով հնարավորություն, երբեմն մեծ ընտանիքը շատ դեպքերում հաճույքով, սիրով, բայց փոքր տարածքում ունենք գյուղեր, որտեղ հենց ամուսնության խնդիրն էլ այսօր արդեն մեզ անհանգստացնում է։ Ամենափոքր գյուղերում մենք ունենք երիտասարդներ, ովքեր չեն ամուսնանում, հենց այդ ձեր նշած պատճառով։ Տան հարցով դուք պատկերացնում եք, երկրի դատարկվում է մի կողմից, մյուս կողմից ով որ ուզում է ընտանիք կազմել, տուն չենք կարողանում իրենց տալ։ 2. Տները փակվում են, մարդիկ գնում են, եւ ով ուզում է ամուսնանալ, տուն չեն կարող տալ։ Սա տարօրինակ անամալիա է մեր երկրում, որի լուծման համար մենք ստեղծել ենք ծրագիր 20,000 մատչելի բնակարան, որը հիմնական 3 շահառու ունի, 3 խումբ շահառու։
Առաջինը դա նոր ամուսնացածներն են։ 20,000 շատ մաչելի բնական են, որ վարձակալության գնի պես վճարեն իրենք առանց հիմնական վճարի, բայց 10 տարի հետո տունը մնա իրենց։ Երկրորդը նոր ամուսնացածներ 3 երեխա եւ ավել ունեցողների համար։ Երրորդը Արցախից բռնի տեղահանվածների եւ իհարկե Հայաստանի հյուսիսում երկրաշարժի տունը կորցրած մարդկանց, որ հազարներ են։ Պատկերացնում եք 30 տարի անցել, 40 տարի արդեն հեսա։ 1000, մի քանի հազար Գյումրիում 2000 մարդ չունի տուն, դեռ ապրում է դոմիկում։ Սա 20,000 մաչելի բնականը կլուծի մարդիկ անգամ երրորդ երեխային չեն ունեն, որովհետև բնակարանային պայման չկա։ 20,000 մաչելի բնակարանը մեր երկրորդ ծրագիրը այս ուղղությամբ կլուծի այդ հարցը։ Եվ երրորդ ծրագիրը մեր եթե մենք նայենք աշխարհի զարգացած երկրները, այն երկրներում է բնակչությունը աճում, որտեղ ավանդույթներն են պաշտպանում, որտեղ ընտանեկան եւ կրոնական ավանդույթ կա։ Եթե մենք նայենք Ամերիկայի ծնելիությունը, այն համայնքները Ամերիկայում, ովքեր կրոնական առումով ունեն, հավատում են եւ հաճախ կապված են իրենց եկեղեցու հետ, ավելի շատ երեխա են ունենում։ Երկրորդը, այն համայնքները, որոնք ավելի ավանդապաշտ են, ավելի շատ երեխա են ունենում։ Այդ իսկ պատճառով, երբ մենք ասում ենք հայկական արժեքներ, ազգային արժեքներ, եկեղեցու պաշտպանություն, սրա հիմնական նպատակը ազգային ժողովրդագրությունն է։ Եվ հատկապես աշխատատեղերի ստեղծումը, որտեղ ներողություն մենք արդեն խորհրդային տարիներից փորձ ունենք։ Գրեթե բոլոր գյուղերում Սյունիքի մենք ունենք փոքր արտադրամասեր եւ այնտեղ կարողանում ենք երիտասարդներին ընդգրկել։ Այո, դա շատ կարեւոր է եւ դարձյալ շատ ուշագրավ նախաձեռնություն է։ Մենք մի տխուր երևույթ էլ կա, թող իզներեն նաեւ մեր մայրաքաղաքային քաղաքական ուժերը երբեմն մայրաքաղաքից Սյունիքը չեն տեսնում կամ չի երևում։ Սա ցավով եմ ասում եւ մեկ օրինակի վրա եմ ուզում նաեւ ձեր ուշադրությունը սևեռել։ Մենք այդքան խոսում ենք Ալմաթայի հռչակագրի մասին, թեև վաղուց դա մենք մոռացել ենք գործնականում, այն ժամանակ ասենք մինչև պատերազմը եւ հատկապես մինչև 20 թվականի դեկտեմբերյան այդ գաղտնի մեմորանդումը Սյունիքի մարզի տարածքը 4506 քառակուսի կիլոմետր էր։ Հիմա ես բոլորին հարց եմ տալիս, երեք նույնիսկ ես պարոն վարչապետին եմ բաց նամակ աղել Սյունիքում գտնվող։ Այ ով կարող է ինձ ասել, որքան է կազմում, որքան է Սյունիքի մարզի տարածքը ներկայումս, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։ Մենք ունենք հազարավոր հեկտար բռնազավթված տարածքներ։ Ես այդ թիվը գուցե չկարողանամ ստույգացել, բայց միայն ասենք Կապան համայնքում մենք ունենք 2700 հեկտարից ավել բռնազավթված տարածք։ Այ ինչ է լինելու մեր այդ տարածքների ճակատագիրը, որովհետև այն կոնցեպցիան, որ մեզ առաջադրում են, իբր սահմանազատման, սահմանագծման արդյունքում դա կլուծվի, քիչ համոզիչ է։ Ես դա կարող եմ հիմնավորել նաև պատմականորեն։ Եվ այնուամենայնիվ կուզենայինք, որպես քաղաքական արդեն կայացած հզոր ուժեղ Հայաստանը ինչպես է պատկերացնում Սյունիքի բռնազավթված տարածքների բերումը կամ ազատագրումը։ Տեսեք, Հայաստանի տարածքում այս պահին 240 քառակուսի կիլոմետր բռնազավթված է։ Սա հիմնական աշխատանքն է, որ նոր կառավարություն անելու է, ես ձեզ վստահեցնում եմ, որ ուժեղ կառավարությունը համաշխարհային, միջազգային մենք ունենք գործիքակազմ օգտագործելով կկարողանա դա ապահովել։ Եթե մեր դաշնակիցները, դասական դաշնակիցները ցանկանում են պահպանել մեր հետ հարաբերություններ, իրենք պետք է կարողանան ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մեր ժողովուրդը խնդիր է տեսնում նրա մեջ, որ մենք գտնվելով դաշնակցային հարաբերությունների մեջ աշխարհի մեծ պետություններից մեկի հետ, մեր տարածքում գտնում են այլ երկրի զորքեր։ Եվ մեր դաշնակիցները պետք է կարողանան արդարացնեն իրենց, ապահովեն վերադարձը Հայաստանի օկուպացված տարածքների, ինչը մոտիկ է 100%-ին հնարավորությունը։ Եվ այդ կերպ լուծելի եք դուք համարում այդ խնդիրը, այդ ձևով, այդ ճանապարհով։ Ուժեղ բանակցողի, վստահելի բանակցողի, ում հարգում են իր կապերի համար, նաև որպես կերպար, նաև որպես մարդ,
ում խոսքը ունի ազդեցություն, մենք կկարողանանք դրան հասնենք։ Ում հետ որ վատ հարաբերություն ունեն, ում չեն վստահում, իրենք այդ առաջնորդի համար մեր դաշնակիցները դա չեն անելու։ Շատ բարի։ Մենք Սյունիքում ենք գտնում եւ մի շատ կարեւոր հարց ես չեմ կարող չտալ։ Այլապես մեր հետևորդները ինչ չեն հասկանա։ 2025 թվականի օգոստոսի 8-ից ամբողջ ազգովի, գուցե նաեւ աշխարհի մասշտաբով բոլորը խոսում են Թրամփի ուղու կամ թրիփի մասին։ Ես դարձյալ ուզում եմ մեր լսարանը իմանալ։ Սյունիքում այնքան էլ համաձայն չեք այն տեսակետին, որ առաջադրում են։ Տեսեք ինչ է։ Նույնիսկ 3, հենց 3, երբ որ քաղաքացիական պայմանագիրը գտնվում էր Սյունիքում, նորից մեզ, այսպես ասեմ, ոսկե սարեր խոստացան, որ իբր Սյունիքում ինչ կարող է լինել դրական իմաստով։ Բայց կա նաև մեկ ուրիշ իրողություն, Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, որը կարծում եմ հատկապես վերջին պատերազմից հետո ավելի որոշակի է դարձել։ Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով քանիցս հայտարարել է, որ դա կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Եվ երկու կարծիքների բախում է տեղի ունենում։ Այսինքն, եթե ավելի անկեղծ լինենք, մի տեսակ մենք Թրամփի ուղի ասելով Սյունիքը դարձնում ենք խոշոր տերությունների բախման, այո, ասպարեզ։ Այ շատ կուզենայինք իմանալ, իհարկե Թրամփի ուղի հետ կապված էլի հարցեր կան, բայց մեծ իմաստով մենք կուզենայինք նաև ուժեղ Հայաստան կուսակցության դիրքորոշումը Սյունիքի համար չափազանց կարևոր այս հարցի վերաբերյալ իմանալու։ Տեսեք, կարևոր է, որ մենք չանենք Փաշինյանի սխալը։ Երբ նա եկավ իշխանության, նա Արցախյան ամբողջ բանակցային process-ը հայտարարեց, որ սկսում է զրոյական կետից եւ ասեց իր կետից։ Սա մի մարդու հայտարարություն է, ասել է, որ իմ կետից եմ սկսում։ Ով որ չի պատկերացնում այս աշխարհի արտաքին քաղաքականությունը ինչպես է աշխատում։ Եվ դա բերեց մեզ պատերազմներ։ Հիմա այս մարդը զիջելով հասել է թրիփին։ Մենք իրավունք չունենք, բայց քանի որ կա երկրի առաջնորդի ստորագրությունը, ինչպես էլ մենք վերաբերվենք իրեն, իսկ դուք գիտեք, ինչ վերաբերմունք ունենք, մենք չենք կարող չընդունել մեր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, քանի որ դա կլինի փաշինյանական գործելավոճ, որը բերեց սխալների։ Մենք ասում ենք, որ եթե մեր երկրին մեկը տա երաշխիք, մեկից ավել երաշխավոր ունենանք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը երբեք չի խախտվի, որ չի օգտագործվի տրիպը հետագայում որպես տարածքային ամբողջականության խախտման առիթ, մենք կգնանք, մենք ոչ մի տար չենք փոխի։ Պարոն Կարապետյան, ներողություն, իսկ Սյունիքի որոշակի հատված, թեև պարամետրերը դեռևս ոչ ոք չի էլ ասել, թե Թրամփի ուղին ինչքան տարածք պիտի գրավի։ Նույնիսկ քարտեզի վրա ադրբեջանական, թուրքական ամբողջ Սյունիքի վրա մենք տեսնում ենք Զանգեզուրի միջանցք, ոչ թե գրում են Սյունիք, այլ Զանգեզուրի միջանցք։ Այստեղ մի ուրիշ հարց է ծագում։ Իսկ միթե ողջամիտ կլներ, եթե մենք գոնե Սյունիքում տեղական հանրաքվե անցկացնեինք։ 100 տարով մեր տարածքը տալիս ենք մենք այլ երկրի, նա էլ ասում է ես էլ երրորդ երկրի կտամ, չէ՞, անորոշ ճակատագրով։ Իսկ միթե մանավանդ որ մեր սահմանադրությունը թույլ է տալիս։ Միգուցե մենք Սյունիքում հանրաքվե անցկացնենք։ Մենք համաձայն ենք, որ մեր բնորանը, մեր հայրենական տունը 100 տարով մենք տանք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ նա էլ տա մի անհայտ անունով պետության։ Ճիշտ է, հետաքրքիր մոտեցում է, ուղղակի այստեղ մի հատ բան կա։ Մեր ժողովրդի մի մասը 21 թվականին ընտրել է վարչապետ։ Այո։ Եվ այդ վարչապետը մեր պետության անունից հանդես է եկել մինչև այս։ Հանրաքվեի հետ կապված process-ը, եթե մենք առաջարկենք, դա թրիփի շրջանակներում բանակցություններից ելք կլինի, որը վտանգ ենք մենք տեսնում, եթե ազնիվ լինենք, պարոն Ալեքսյան։ Այս պարագայում մեզ ուղղակի ուրիշ բան է պետք։ Ճանապարհը դա Հայաստանի սուվերեն տարածքում օտարերկրյա ֆինանսական ներդրում է։ Հայկական մեծ կապիտալ ունեցող ընկերությունները պատրաստ կլինեն ներդնեն այդ ճանապարհի մեջ ու ունենան թեկուզ եւ ամերիկյան ներդրողների մեջ լինեն հայկական ազգանունով մարդիկ պատրաստ կլինեն ներդրում կատարեն, որպիսի հնարավորություն ունենանք
այդտեղ փայաբաժինը հայկական կողմի, հայկական ազգանունով մարդկանց մեծ լինի։ Դուք մոտավորապես ուղիղ չեմ կարող ասել հեռահար նպատակները, բայց դուք մոտավորապես պատկերացնում եք, թե ինչպես մենք կարող ենք հավասարակշռել մեր տարածքում օտարերկրյա պետությանը ճանապարհ տալու process-ը։ Այսինքն ներդրումների մեջ ասում են, որ կլինեն ամերիկյան ընկերություններ։ Իսկ ով է արգելել Ամերիկայի քաղաքացի հայերին որ մասնակցություն ունենան։ Սա այն ճանապարհն է, որը մենք տեսնում ենք, որպեսզի ուղղենք այս իշխանության արված սխալները, հետ բերենք մեր ստրատեգիական ամենակարևոր ուղին մեր ազգային կապիտալին։ Ես ձեզ հասկացա, եւ վերջին հարցն եմ ուզում ձեզ ուղղել, պարոն Կարապետյան, տեսեք, եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան հավաքից հետո իրադարձությունները մեր հանրապետության շուրջ կարծեք նոր թափով են զարգանում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը 3 մայիսի 9-ին օրվա վերջին ասուլիս էր տալիս եւ անդրադարձավ նաեւ հայ-ռուսական հարաբերություններին, շատ հստակ պայման առաջադրեց ԵՄ եւ ԵԱՏՄ հարցում կողմնորոշվել հանրաքվեով, որպեսզի ապահարազանը այսպես կոչված քաղաքակիրթ լինի։ Նաեւ հայտարարեց, թե ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում, որը կարծեմ տեղի կունենա մայիսի վերջին, այդ հարցը կքննարկվի, քննության կառնվի։ Կարծեք ժամանակ էլ չկա այս հարցում կողմնորոշվելու, բայց ինչպես տեսնում եք, մեր առջև շատ հստակ խնդիր է դրվել երեկվանից։ Դուք հասցրել եք ծանոթանալ այս հայտարարություններին եւ հասցրել եք կուսակցության ղեկավար մարմնում քննարկել մեր հնարավոր անելիքները, մեր կամ հնարավոր հետևանքները։ Մոտակա օրերի ընթացքում մենք հանդես կգանք հայտարարությամբ եւ մեր կարծիքը կայտնենք այդ ուղղությամբ, բայց ուզում եմ ասել, որ եթե մի գործիչ արտաքին քաղաքականության մեջ բերել է այսքան անհաջողություն, նա բերում է վերջին անհաջողությունները, երկու մեծ անհաջողություններ, վատացնում է անիմաստ ձևով, վատացնում է հարաբերությունները։ Մեր ժողովրդի մի մասի մոտ հակառուսական էմոցիաներ է սարքում։ Դա մեզ ոչ օգուտ է, ոչ իրենք նկատելու են մեր հակառուսականությունը, արգել հայրենակիցներ, իրենք ուղղակի օգտագործելու են մեր հակառուսականությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեր ժողովրդի հակառուսականությունը զարգացնելու է, օգտագործի, որպեսզի կտրի ռուսական թևից, որտեվ իրենց հովանավորները ասել են բեր ուրիշ թև, մի քիչ ավելի կարմիր գույնով, կարմիր դրոշներով, ավելի այլ թև, որպեսզի հայ ժողովրդին այլընտրանք չմնա, քան ինտեգրվել Թուրքիա, Ադրբեջան ձևաչափի մեջ։ Հիմա մենք լավ հարաբերություն ենք ունեցել պատմականորեն այդ երկրի հետ։ Դու հիասթափվել ես մի process-ի մեջ։ Okay, լավ է, հիասթափված ես, մի փչացրու ավելի խորացրու հարաբերություններիդ մեջ, մի ավելի փչացրու հարաբերություններդ այդ պետության հետ, որովհետև քո ամբողջ առևտրի 65%-ը այսպես թե այնպես մի երկրի հետ է Ռուսաստանի Դաշնություն։ Մենք դեռ երկրորդ գործընկեր այսքան ժամանակ նորմալ չենք էլ գտել, պարոն Ալեքսանյան։ Պետք չի նավից ցատկել, երբ չենք տեսել ափը։ Մեր հայրենակիցները, ովքեր մեզ լսում են, խնդրում եմ, ուշադիր եղեք։ Էմոցիաները, իհարկե, մենք վատ էմոցիաներ ենք ունեցել, մենք գիտեմ, բայց պետք չի նավից ցատկել, եթե ափը չես տեսել։ Իսկ մենք պատմության մեջ տասնյակ անգամ տեսել ենք, որ մեզ բան են խոսք տվել, հետո ասել են, որ կամ նավը չի բարձրանում մեր սարը, կամ ինչ որ ուրիշ բան պատճառ են բերել, ու մենք կորցրել ենք շատ բաներ։ Պարոն Կարապետյան, մենք բազմաթիվ հարցեր արծարծեցինք, քննարկեցինք, դրանցից յուրաքանչյուրն էլ Սյունիքի համար շատ կարևոր նշանակություն ունի եւ շատ հետաքրքիր է իմանալ ձեր քաղաքական ուժի տեսակետը։ Կան հարցեր, որոնք դուրս մնացին մեր քննարկումներից եւ որոնց վերաբերյալ դուք կուզենայիք կարծիք հայտնել, խոսք ասել եւ առհասարակ մեր սյունեցի ընտրողներին խոսք ուղղել, խնդրեմ։ Իմ հայրենակիցներին ես կուզեի խոսք ուղղել։ Սյունիքի գրեթե բոլոր ռեսուրսային բազային, բոլոր համայնքների մշակութային տարբերությանը ես խորապես մանկությունից ծանոթ եմ։ Հնարավորություններին մարդկանց, գիտելիքներին,
պոտենցիալին եւ ինչ կարող եմ ասել։ Սյունիքը դատապարտված է լինել լավ ապրող։ Սյունիքը դատապարտված է լինել Հայաստանի ամենահարուստ մարզը։ Դատապարտված է, ուզենանք, չուզենանք, ինքը լինելու է Հայաստանի ամենահարուստ մարզը, որովհետեւ Աստված այնպիսի հնարավորություններ է տվել Սյունիքի մարզին, որ դա վարժ ձեռքում, յուրաքանչյուր վարժ ձեռքում դառնալու է լավ ապրելու Հայաստանի համար էտալոն։ Վստահ եղեք, որ Սյունիքը ունի մեծ ապագա, Սյունիքում ապագայում տեսնելու եք, որ ամենաբարձր աշխատավարձերն են լինելու, միայն մեզ պետք է վարժ առաջնորդ, ով կկարողանա այս ամբողջ պոտենցիալը ճիշտ օգտագործի։ Ապագան այստեղ շատ փայլուն է։ Ուղղակի առաջնորդը պետք է լինի վարժ, պետք է չլինի էմոցիոնալ եւ պետք է հարաբերություններ հաստատի բոլորի հետ, ունենա փորձ լավ, ինչը մեր հասարակության նշանակալի մասի կարծիքով Կարապետյանը կարողանում է դա անել։ Եթե այլ մարդ լիներ, պատրաստ ենք լսել, բայց այսօր տեսնում ենք, որ նա է այն գործիչը, որ կարա բերի այս փոփոխությունը, բայց վստահ եղեք, լավ է լինելու, որովհետեւ այս պոտենցիալը ունենալով վատ չի կարող լինել։ Պարոն Կարապետյան, շնորհակալ ենք լավատեսական վերջաբանի համար, հույս ներշնչող վերջաբանի համար եւ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, իսկապես ձեր այդ զրույցը շատ սպասված էր, թեև մենք եթե առաջիկայում էլի հնարավորություն լինի, որտեղ բավականին շատ հարցեր կան մեր հանրությանը հետաքրքրող, ամեն դեպքում շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար եւ ձեզ անձամբ ձեր քաղաքական ուժին ես հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանդր։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ նույնպես շնորհակալություն մեզ հետևելու համար, մինչև նոր հանդիպում։